Այսօր հրաշալի օր է, այսօր հզոր օր է, նոր օր է, փառք Հիսուսին, որ այսօր յուրաքանչյուրը ընտրել եք ու որոշել եք գալ այստեղ ու փառաբանել Աստծուն, լսել Աստծո խոսքը, մեկանալ Աստծո զավակների ու Տիրոջ հետ։ Փառք Հիսուսին, կարող եք նստել սիրելիներ, այսօր մենք կխոսենք միասին, կլսենք այն կարևոր սիրո մասին, որ Աստված ունի մեր նկատմամբ, մեր հանդեպ։ Հայր Աստծո սիրող սիրտը եւ որդու արյունը։ Որ ամենակարևորն է այս օրերի մեջ, սիրելիներ, Աստծո սերն է այսօր միաբանել այստեղ ամեն մեկիս։ Այսօր բանալի խոսք ունենք մենք Հովհաննեսի 3:16-ից, որ նույնպես այս խոսքերով երկվեց, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված այնպես սիրեց, այնպես ինչպես սիրեց, մենք այդ չափը միգուցե ամեն մեկս մեր կյանքում որոշակի ժամանակներում, որոշ հանգամանքներում զգում ենք, տեսնում ենք, բայց չենք կարող լիարժեք վերապրել, բայց պիտի մոտենանք, պիտի մտերմանանք Աստծո հետ, որ զգանք նրա սերը։ Մենք չենք կարող գրկել Աստծուն, նա է գրկում մեզ, բայց կարող ենք հպվել Աստծո սրտին։ Մենք կարող ենք դիպչել Աստծո սրտին։ Ինչպես ենք դիպչում նրա սրտին։ Համախմբվելով, եկեղեցի գալով, 7-րդ օրը սուրբ պահելով։ Սրանք մեզ մոտեցնում են Աստծուն, սիրելիներ, միմյանց լավ վերաբերվելով, միմյանց ջերմ խոսքեր ասելով, միմյանց բարձրացնելով։ Այսօր աշխարհը սիրո պակաս ունի։ Դրա համար այդ սիրո պակասը մեր Աստված լրացրել է մեր կյանքերում, մեր սրտերում լցրել է այդ սերը, որպեսզի այդ սերը մեր ներսից հորդի դեպի աշխարհ, հորդի դեպի միմյանց սրտերը։ Ու այդպես մոտենանք Աստծուն։ Առաջին Հովհաննեսի 3:1-ում նույնպես այսպիսի խոսք կա. տեսեք, թե Հայրը ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդիներ կոչվենք։ Թե Հայրը ինչպիսի սեր շնորհեց մեզ։ Եվ երրորդ խոսքը Եփեսացիների 2:4-ում, բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, իր շատ սիրո համար։ Պատկերացնում եք, Աստծո սերը ինչպես է նկարագրվում, այնպիսի սեր շնորհեց իր շատ սիրո եւ ողորմության համար։ Սիրելիներ, այս սերը մենք մեր ներսում ունենք, բայց շատ կարևոր է նույնպես այս սիրով լցվենք ամեն ժամանակ։ Իսկ ինչպես ենք լցվում, Աստծո հետ մտերմանալով, Աստծո հետ շփվելով, Աստծուն ավելի տեղ տալով մեր կյանքերում, մեր ամեն բնագավառի մեջ Աստծո զորությունը զգալով, տեսնելով նրա փառքը, տեսնելով նրա ձեռքի գործերը, փնտրելով նրա երեսը, մենք այսպես դիպչում ենք Աստծո սրտին, մենք այսպես վայելում ենք նրա սերը։ Հովհաննեսի ավետարանի 15-րդ գլխի 9 եւ 10 խոսքերը։ Ինչպես իմ Հայրը ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի։ Մնացեք իմ սիրո մեջ։ Եթե իմ պատվիրանները պահեք, իմ սիրո մեջ կկենաք, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի եւ կենում եմ նրա սիրո մեջ։ Ինչ կարևոր է, չէ՞, մենք Հիսուսի հետևորդներն ենք, Հիսուսին սիրողներն ենք։ Ինչպես Հայրը սիրեց Հիսուսին, այնպես էլ մեզ սիրեց։ Մենք հիմա խոսքեր կկարդանք ու այդ ամեն խոսքերի մեջ, ամեն նախադասության մեջ, ամեն արտահայտության մեջ դուք տեսեք Աստծո սերը։ Ամեն սիրելիներ, այսօր ուզում եմ, որ ամեն մեկիս հայացքը ուղղվի դեպի Աստծո սերը, փնտրենք Աստծո սերը հենց իր խոսքի մեջ։ Առաջին Հովհաննես 2:1-17 խոսքերը կարդանք. Իմ որդյակներ, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք։ Եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր մոտ, Հիսուս Քրիստոս արդարին, եւ նա քավություն է մեր մեղքերի համար, եւ ոչ միայն մերինների, բայց ամբողջ աշխարհի համար էլ։ Եվ սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան,
եթե նրա պատվիրանները պահենք։ Ով որ ասում է, թե ճանաչեցի նրան եւ նրա պատվիրանները չի պահում, ստախոս է եւ ճշմարտությունը չկա նրա մեջ։ Բայց ով որ նրա խոսքը պահի, հիրավի Աստծո սերը նրանում կատարյալ է։ Սրանով ճանաչում ենք, որ նրա մեջ ենք։ Ով որ ասում է, թե նրանում են բնակվում, պետք է ինչպես որ նա գնաց, ինքն էլ այնպես գնա։ Եղբայրներ, քույրեր, ոչ թե մի նոր պատվիրան եմ գրում ձեզ, այլ հին պատվիրանը, որ սկզբից ունեիք, եւ հին պատվիրանը այն խոսքն է, որ լսեցիք սկզբից։ Դարձյալ նոր պատվիրան եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նրանում եւ ձեզանում, որ խավարը անցնում է եւ ճշմարիտ լույսը արդեն երևում է։ Ով որ ասում է, թե լույսի մեջ է եւ իր եղբորը ատում է, մինչեւ հիմա խավարի մեջ է։ Նա, ով իր եղբորը սիրում է, լույսի մեջ է մնում եւ գայթակղություն չկա նրանում, բայց նա, ով իր եղբորը ատում է, խավարում է եւ խավարի մեջ է ման գալիս եւ չգիտի, թե ուր է գնում, որովհետեւ խավարը կուրացրեց նրա աչքերը։ Գրում եմ ձեզ, որդյակներ, որ ձեր մեղքերը թողված են ձեզ նրա անվան համար։ Գրում եմ ձեզ, հայրեր, որ ճանաչեցիք նրան, որ սկզբից է։ Գրում եմ ձեզ, երիտասարդներ, որ դուք հաղթեցիք չարին։ Գրում եմ ձեզ, մանուկներ, որ ճանաչեցիք Հորը։ Գրեցի ձեզ, հայրեր, որ ճանաչեցիք նրան, որ սկզբից է։ Գրեցի ձեզ, երիտասարդներ, որ դուք զորավոր եք, եւ Աստծո խոսքը բնակվում է ձեզանում, եւ դուք հաղթել եք չարին։ Մի սիրեք աշխարհը, ոչ էլ այն, որ աշխարհի մեջ է։ Եթե մեկը աշխարհը սիրի, Հոր սերը նրանում չէ, որովհետև ամեն ինչ, որ աշխարհում է, մարմնի ցանկություն, աչքերի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանությունը, Հորից չէ, այլ աշխարհից է, եւ աշխարհը անցնում է եւ նրա ցանկությունն էլ, բայց Աստծո կամքը անողը մնում է հավիտյան Աստծո սիրո մեջ։ Սիրելիներ, աշխարհը այսօր չար ու պիղծ բաների մեջ է։ Այսօր աշխարհում անօրինությունը շատացել է, ամեն մեկս գիտենք, ավելի քան երբևէ այսօր աշխարհը պղծվել է։ Դրա համար փառք ենք տալիս մեր Աստծուն, որ մեզ գտավ, մենք չընտրեցինք նրան, Աստված ընտրեց մեզ, նա գտավ մեզ, բերեց, համախմբեց ամեն ազգերից, ցեղերից, լեզուներից։ Մենք այսքան հարազատներ, մտերիմներ, բարեկամներ չենք ունեցել, բայց Աստծո տան մեջ մենք մեկ Հորից ենք ծնվել։ Աստծո տան մեջ մենք քույրեր ու եղբայրներ ենք, ու ամեն մեզ տեսնողը պիտի Աստծո սերը տեսնի մեր նկատմամբ, մեր միմյանց նկատմամբ, միմյանց վարքի մեջ, միմյանց վերաբերմունքի մեջ։ Ամեն։ Հալելույա։ Եկեք հաջորդ խոսքը կարդանք։ Առաջին Հովհաննեսի 4-րդ գլուխ 7-ից 21 խոսքերը կարդանք։ Սիրելիներ, իրար սիրենք, որ սերը Աստծուց է, եւ ամենը ով սիրում է, Աստծուց է ծնված, եւ ճանաչում է Աստծուն։ Նա, ով չի սիրում, Աստծուն չի ճանաչել, որովհետև Աստված սեր է։ Սրանով Աստծո սերը երևաց մեր մեջ, որ Աստված իր միածին Որդուն ուղարկեց աշխարհ, որ նրանով կյանք ունենանք։ Սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ որ նա սիրեց մեզ եւ ուղարկեց իր Որդուն քավություն մեր մեղքերի համար։ Սիրելիներ, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք էլ պետք է իրար սիրենք։ Աստծուն երբեք ոչ ոք չի տեսել։ Եթե իրար սիրենք, Աստված մեզանում է բնակվում, եւ նրա սերը կատարյալ է մեզանում։ Սրանով գիտենք, որ մենք նրանում ենք բնակված, եւ նա մեզանում, որ իր հոգուց տվեց մեզ, եւ մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրը իր Որդուն ուղարկեց աշխարհի փրկիչ լինելու։ Ով որ դավանի, թե Հիսուսն է Աստծո Որդին, Աստված նրանում է բնակվում, եւ նա Աստծո մեջ։ Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սերը, որ Աստված ունի մեզ համար։ Աստված սեր է։ Ով որ մնում է սիրո մեջ, Աստծո սիրո մեջ է բնակվում, եւ Աստված նրա մեջ է բնակվում։ Սրանում է սերը կատարյալ մեզ հետ, որ համարձակություն ունենանք դատաստանի օրը, որովհետև ինչպես նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում։ Վախ չկա սիրո մեջ,
այլ կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախը տանջանք ունի, բայց նա, որ վախենում է, կատարյալ չէ սիրո մեջ։ Մենք սիրենք նրան, որովհետև սկզբից նա սիրեց մեզ։ Եթե մեկը ասի, թե սիրում եմ Աստծուն եւ իր եղբորը ատի, նա ստախոս է, որովհետև նա, որ իր տեսած եղբորը չի սիրում, Աստծուն, որ չի տեսել, ինչպես կարող է սիրել։ Եվ այս պատվիրանը ունենք նրանից, թե նա, որ Աստծուն սիրում է, իր եղբորն էլ կսիրի։ Ամեն սիրելիներ, նմանատիպ խոսքեր, բայց ամեն ժամանակ այս խոսքը նորից մեր շուրթերից արտաբերելով, խոսքի զորությունը մենք ազատագրում ենք մթնոլորտի մեջ։ Խոսքին ուժ ենք տալիս, թույլ ենք տալիս, որ խոսքը իր գործը անի։ Շատ կարևոր է, Աստծո խոսքը կենդանի է։ Աստծո խոսքը կենդանի է։ Աստծո խոսքը զորավոր է, Աստծո խոսքը հզոր է, նա մեծամեծ բաներ է անում։ Միգուցե հայտնություն չունենք, թող այդ հայտնությունը բացվի մեզ համար, այդ հայտնությունը իրականում կատարյալ ձևով մեր ներսում բացվի ու մենք գիտենանք ու մենք հասկանանք ու մենք տեսնենք Աստծո խոսքի լիարժեքությունը, կատարելությունը մեր կյանքերում։ Ես սիրում եմ Աստծո խոսք ազատագրել, Աստծո խոսք հռչակել, շատ եմ սիրում ամեն ուրեք, ամեն ժամանակ իմ շուրթերից դուրս հանել, արտաբերել Աստծո խոսքը։ Կարևոր չի որ բնագավառում։ Ես սիրում եմ խոսքերը անգիր անել ու խոսքերը ազատագրել, որովհետև տեսել եմ այդ խոսքերի ուժը, զորությունը, ամեն մեկը էլ տեսել եք, փառք Հիսուսին, որովհետև այս աշխարհում ոչինչ կատարյալ չի, միայն Աստծո խոսքն է կատարյալ։ Ու այս աշխարհը, տիեզերքը, ինչպես ստեղծվեց, արարվեց Աստծո խոսքով։ Թող լույս լինի ու լույս եղավ։ Թող այսպես լինի ու այսպես եղավ։ Այսօր մենք ենք մեր իրավիճակներ փոխողը, սիրելիներ։ Փառք Հիսուսին, սիրելիներ։ Այսօր մենք շատ իրավիճակներում մենք ենք Տերը Աստծով։ Մենք ենք այդ զորքը, զորավորը մեր Աստծով, մեր Հայր Աստծով, նրա սիրով մենք կարող ենք խոսել ու իրավիճակներ փոխվեն։ Միայն հավատանք մեր ասած խոսքերին։ Ամեն, շատ կարդանք Աստծո խոսքը, սիրենք Աստծո խոսքը։ Ամեն ուրեք մեր գրքերը թող լինեն բացված, մեր սենյակներում, մեր տարածքներում, որտեղ կլինենք։ Նույնիսկ աշխատանքի մեջ ես, աշխատավայրում ես, տանն ես, ինչ որ գործերի մեջ ես, բայց գիրքը թող բացված լինի։ Աստվածաշնչյան խոսքերը թող շրջապատեն քեզ։ Ամեն գործից հետո, ամեն գործի մեջ, ամեն աշխատանքի մեջ դու ինչ որ մի խոսք կարդա, մի խոսք հռչակի, այդ խոսքը ուժ ունի մեր իրավիճակների համար, քո իրավիճակի համար։ Միգուցե այդ պահին չենք տեսնում, չտեսնենք, բայց խոսքը զորությունով ազատագրվում է։ Մենք չենք կատարողը, Աստված է կատարողը։ Դրա համար մեր գործն այսօր խոսքը ազատագրենք իրավիճակների վրա։ Հալելույա։ Հալելույա, փառք Հիսուսին, սիրելիներ, փառք Աստծուն։ Ովքեր են այստեղ շատ աղոթում, բոլորս։ Ովքեր են սիրում աղոթել, բոլորս։ Բայց շատ հետաքրքիր մի բան կա, մենք կարող ենք շատ աղոթել, չճանաչելով Աստծուն, բայց չենք կարող ճանաչելով Աստծուն քիչ աղոթել։ Ամեն մեկս, միգուցե մեկս շատ, մեկս քիչ, աղոթքը ինչ է, աղոթքը ինչ որ կախարդական բան չի։ Հիմա մենք աղոթքի մեջ ենք։ Խոսում ենք, այս խոսքը աղոթք է դառնում։ Այս խոսքը իրականանում է։ Մտերմանում ենք միմյանց հետ։ Շփում կա հիմա իմ ու ձեր միջև։ Սա աղոթքն է, մեր աղոթքն է, մեր միաբանությունը, սա աղոթք է, որ բարձրանում է, որպես անուշաբույր խունկ է բարձրանում, որտեղ իր խոսքն ենք խոսում, Աստծո խոսքն ենք խոսում։ Այո, կարող ենք շատ աղոթել, չճանաչելով Աստծուն, բայց չենք կարող ճանաչելով Աստծուն քիչ աղոթել։ Դրա համար մենք ամեն ժամանակ, սիրելիներ, կարիք ունենք մտերմանալու Աստծո խոսքի հետ։ Երբեմն մարդիկ ասում են, աղոթքից պատասխանը չեմ ստանում, սպասում եմ Աստծուն, ասում եմ իսկ խոսքը կարդում ես, բացում ես գիրքը, ասում է չէ, ժամանակ չունեմ։ Բա ումից է սպասում խոսքը։ Երբ մենք խոսքի կարիք ունենք, պիտի բացենք գիրքը, որ գիրքը խոսի մեզ հետ։ Բայց որ գիրքը փակ մնում է, մենք մարդկանց երբեմն մարդիկ կան, որ մարդկանցից են սպասում, շատ կարևոր է, ճիշտ է, նույնպես մարդկանցից ենք սպասում, որպեսզի հաստատություն ունենանք մեր կյանքերում։ Բայց մեր անձնական
Հարաբերության մեջ, անձնական աղոթքներում մենք ունենք մի ճշմարտություն, Աստծո խոսքը, որ պիտի բաց լինի այս խոսքը մեզ համար։ Մենք պիտի մեր հայտնությունները ստանանք Աստծուց, Աստծո գրքից, Աստծո շնչով գրված գրքից, սիրելիներ։ Դրա համար այս գիրքը թող փակ չմնա մեր սենյակներում, մեր տներում, որտեղ էլ կլինենք, այս գիրքը թող բաց մնա, թող ամեն ժամանակ խոսի մեզ հետ, մեր տան մթնոլորտի մեջ թող ազատագրվի Տիրոջ խոսքը, որովհետև Տիրոջ խոսքը զորավոր է, ինքը ժամանակին կանի այն, ինչ պիտի արվի։ Հալելույա։ Եսայի մարգարեությունից կարդանք 53 գլուխը 1-ից 10 խոսքերը։ Ով հավատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեց, որովհետև նա մատաղատունկի պես դուրս եկավ նրա առջև եւ արմատի պես ծարավուտ երկրից, ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն, եւ մենք տեսանք նրան, եւ մի տեսք չկար նրան, որ ախորժեինք, նա անարգված ու մարդկանց երեսից ընկած էր։ Քրիստոսի մասին է խոսքը, սիրելիներ, հարվածների տեր եւ ցավի տեղյակ եղավ, եւ մի այնպիսի, որից պետք է երես ծածկել, անարգված էր, եւ մենք նրան ոչինչ էինք համարում։ Հիրավի նա մեր ցավերը վերառավ, եւ մեր վշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատվահարված էինք համարում, Աստվածանից զարկված եւ նկուն եղած, այսինքն ընկճված, թույլ, անզոր, բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեց, մեր անօրենությունների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Սիրելիներ, հիմա կշարունակենք, բայց այս վերքերից Աստծո սերն է հոսում։ Այս վերքերը ուղակի վերքեր չէին։ Երբ որ մենք աղոթում ենք ու այս խոսքերն ենք ազատագրում, հռչակում, միգուցե հիվանդության առումով, միգուցե խաղաղությունը կորցրել ենք ու այս խոսքերն ենք ազատագրում, դուք հավատքով ազատագրեք, որովհետև այս վերքերը սիրո վերքեր էին։ Հալելույա, մեր Աստված, փառք ենք տալիս քեզ քո զորավոր խոսքերի համար։ Հալելույա։ Մենք ամենքս գառների պես մոլորվեցինք, յուրաքանչյուրն իր ճանապարհին դարձավ, եւ Տերը նրա վրա դրեց մեր ամենքի մեղքը։ Նա անիրավություն կրեց ու չարչարվեց, բայց իր բերանը չբացեց, ինչպես մի գառ, որ մորթվելու է տարվում, եւ ինչպես մի մունջ մաքի իր խուզողների առջև, այնպես իր բերանը չբացեց, կալանքից ու դատապարտությունից վեր առնվեց, եւ նրա ազգատողմը ով կարող է պատմել, որովհետև նա կտրվեց կենդանիների երկրից, իմ ժողովրդի մեղքի համար նա զարկվեց, եւ ամբարիշտների հետ որոշվեց նրա գերեզմանը, բայց հարուստի հետ եղավ նա մեռած ժամանակ, ըստ որում նա զրկողություն չէր արել եւ խաբեություն էլ չկար նրա բերանում, բայց Տերը հաճեց նրան զարկել, ցավեցնել, երբ որ նրա հոգին մեղքի զոհը արեց։ Աստված ցանկացավ, Աստված հաճեց, որ Քրիստոսը զարկվի մեզ համար, սիրելիներ, որպեսզի մեր մեղքերը թողված լինեն։ Եկեք գնահատենք Աստծո սերը, որդու թափած արյունը, նրա վերքերը, ու երբեք անհավատությամբ չլցվենք, սիրելիներ։ Հավատանք ու վստահենք Աստծո սերը անսահման մեր հանդեպ, մեր նկատմամբ, սիրելիներ։ Ընդունեք Աստծո սերը, լցվեք Աստծո սիրով, իր խոսքի միջոցով։ Ընդունեք Հիսուսի արյունը, ընդունեք հաղորդություն, ինչքան որ ընդունենք, մենք պիտի Հիսուսի մահը պատմենք, հարությունը, հաղթանակը մինչև որ կգա։ Այսօր էլ ունենք մենք հաղորդություն, սիրում եմ շատ հաղորդությունով միաբանվել Աստծո ժողովրդի հետ, սա կարևոր մի խորհուրդ է, սիրելիներ, որ մենք հաղորդությունով ենք մոտենալու, Քրիստոսի արյան զորությունն ազատագրվելու եւս մեկ անգամ հիշելու ենք Տիրոջ մահը, այն վերքերը, այն խոցերը, Գողգոթյան խաչի վրա տարած հաղթանակը։ Որպես հաղորդության խոսք մենք ավետարաններում շատ խոսքեր ունենք, նույնպես ունենք թղթերում։ Միասին ընթերցենք
ու միաբան ընդունենք սիրելիներ հաղորդություն։ Հաղորդությունը ընդունելով մեկանալու ենք եւ Աստծո հետ, եւ միմյանց հետ։ Սա հզոր խորհուրդ է, սա պատվական խորհուրդ է, որ Աստված այսօր շնորհել է ամեն մեկիս։ Որովհետև ես Տերից ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուսը այն օրը, այն գիշերը, որ մատնվում էր, հացը առավ եւ գոհանալուց հետո կտրեց ու ասաց. «Առեք, կերեք, այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է։ Այս արեք իմ հիշատակի համար»։ Այնպես էլ ընթրիքը ուտելուց հետո բաժակն առավ ու ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով։ Այս արեք, քանի անգամ որ խմեք, իմ հիշատակի համար։ Որովհետև քանի անգամ որ այս հացը ուտեք եւ այս բաժակից խմեք, Տիրոջ մահը պատմեք, մինչև որ նա կգա։ Ուրեմն ով որ այս հացը ուտի կամ Տիրոջ բաժակից խմի անարժանությամբ, նա պարտական կլինի Տիրոջ մարմնին ու արյանը։ Ուրեմն թող մարդը փորձի իր անձը, եւ ապա այս հացից ուտի եւ այս բաժակից խմի, որովհետև անարժանությամբ ուտողը եւ խմողը իր անձի համար դատաստան է ուտում եւ խմում»։ Այո, սիրելիներ, հաղորդությանը մոտենալիս մենք ապաշխարության աղոթք ենք անում։ Պատրաստում ենք մեր սրտերը, մեր անձերը։ Խնդրում ենք Աստծո ներողամտությունը։ Ամեն անգամ հաղորդություն ընդունելով մենք եւս մեկ անգամ մեկանում ենք Աստծո հետ։ Եվս մեկ անգամ մեկանում ենք միմյանց հետ, սիրելիներ։ Հաղորդություն ընդունելուն չափ չկա։ Եկեղեցում ընդունում ենք հաղորդություն։ Անձնական աղոթքների ժամանակ էլ, երբ որ Աստված առաջնորդում է, ընդունում ենք հաղորդություն։ Նույնիսկ հաղորդության քանակի մասին չի խոսվում։ Այստեղ ասվում է, ինչքան որ ընդունեք, Աստծո մահը պատմեք, հարությունը, հաղթանակը, ինչքան որ ընդունեք, քանի անգամ որ ընդունեք։ Դրա համար շատ կարևոր է Աստծո հետ մտերմությունը, նրա առաջնորդությունը, Սուրբ Հոգու ներգործությունը մեր կյանքերում։ Երբ որ մտերիմ ենք լինում Աստծո հետ, երբ որ զգայուն ենք լինում Սուրբ Հոգուն, երբ որ աղոթքի կյանք ենք ունենում, մեր կյանքը աղոթք է դառնում, այն ժամանակ Աստված խոսում է ու մենք ծածուկում լսում ենք, թե ինչ պիտի անենք, երբ պիտի անենք, ինչպես պիտի անենք, ինչպես պիտի վարվենք։ Ամեն, սիրելիներ, մտերմանանք Աստծո հետ։ Սա այն թանկ հաղորդությունն է, թանկ արժեքն է, գինն է, որ վճարվեց խաչի վրա։ Այս արյունը թափվեց, որ մենք այսօր լինենք ազատագրված ամեն մեղքից։ Ոչ թե ինչ որ մեղքից, այլ ամեն մեղքից ազատագրված լինենք։ Սիրելիներ, երբ որ մենք աղոթում ենք, ապաշխարում ենք, այլևս թող դատապարտություն չլինի։ Ինչ ենք արել երեկ։ Այսօր նոր է օրը։ Այսօր նոր օրվա մեջ ենք։ Աստված դատապարտությունով չի գալիս մեր կյանքերում, մեր սրտերում։ Տագնապով չի գալիս։ Ինքը խաղաղության Աստված է։ Շատ կարևոր այսօր ուզում եմ իրականում կոչ անել, որ Աստծո թափած արյունը, Քրիստոսի արյունը շատ թանկ գնահատենք։ Գիտենք, որ նա թանկ գնահատելը։ Երբ որ ընդունում ենք, մաքրվում ենք, սրբվում ենք, մենք իրականում վերցնենք այդ ամենը։ Եթե հիվանդություն կա, մենք հաղորդությունը ընդունում ենք ու հավատանք, որ բժշկված ենք, որովհետև խաչի վրա արդեն այդ բժշկությունը տեղի է ունեցել տարիներ առաջ։ Մենք պարզապես այսօր աղոթելով ընդունում ենք, վերցնում ենք ամեն բան, ինչ մեզ է պատկանում։ Այն ինչ Աստծունն է, մերն է, ինչ մերն է Աստծունն է, սիրելիներ։ Մենք մեկացած ենք Աստծո հետ։ Մենք Աստծո մեջ ենք։ Մենք նրա զավակներն ենք, որդիներն ենք, դուստրերն ենք։ Նա սիրում է մեզ անսահման սիրով։ Գնահատենք նրա որդու թափած արյունը։